Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Հայկը գնացել էր Նարեի տան մոտ, ցանկանալով սեփական աչքերով տեսնել, արդյոք այն ամենը, ինչ ասել էր Արմոն, իրականություն էր, թե պարզապես հերթական դավադրական խաղերից մեկը։ Նրա սիրտը հույսով լի էր, որ ամեն ինչ այդքան էլ սուր չէ, ինչպես ներկայացվել էր, սակայն ցավոք նա դառնում է սեփական կասկածների վկան, տեսնելով մի տեսարան, որը նրան բառացիորեն ցնցում է։ Նարեն եւ Արմոն կանգնած էին միմյանց շատ մոտ, ջերմ զրույցի մեջ եւ հետո հեռանում են տարածքից։ Հենց այդ վայրկյանին էլ Հայկի հեռախոսն է զանգում։ Քաջիկն էր հիվանդանոցից։ Նրա ձայնը դողում էր, բայց վճռականություն կար բառերի մեջ։ Նա ասում է, որ կարևոր մի բան ունի ասելու կապված Աշոտի, Հայկի հոր հետ։ Նա աղաչում է գալ իրեն տեսակցության, որպեսզի կարողանա հասցնել ասել ճշմարտությունը, նախքան ուշ կլինի։ Հայկը չի երկմտում, հենց նույն պահին ուղևորվում է հիվանդանոց, հասկանալով, որ ամեն բան կարող է փոխվել։ Երբ նա հասնում է հիվանդանոց, տեսնում է մի ամբողջ ներկայացում՝ Սաքոն, Անիկը, Նարեն եւ նույնիսկ Արմոն այնտեղ են։ Բոլորը զարմանքով են նայում Հայկին, չհասկանալով, թե ինչպես է նա հայտնվել այդտեղ, ում միջոցով։ Սաքոն խորապես զայրացած հարցնում է նրան, թե ինչ գործ ունի այդ պահին այդտեղ։ Հայկն էլ վստահ ու առանց կասկածելու պատասխանում է, որ քաջիկն է իրեն զանգահարել ու անձամբ խնդրել գալ հիվանդանոց կարևոր բան հայտնելու։ Նա գալիս է ոչ վեճերի կամ բախման համար, այլ պարզապես լսելու ճշմարտությունը։ Սակայն հենց այդ պահից սկսած Սաքոն դադարում է հավասարակշռված լինել։ Նրա ներսում սկսում է ահագնանալ վախը։ Նա հասկանում է, որ քաջիկը, ով այսքան տարի լռել էր, հիմա պատրաստվում է բացահայտել հին, մութ ու արյունոտ գաղտնիքը։ Արմոն նույնպես գիտակցում է, թե ինչ է կատարվում։ Ի վերջո հենց նա էր դրդել քաջիկին խոսել, ճշմարտությունը հայտնել Աշոտի որդիներին։ Ուստի նա, ի տարբերություն Սաքոյի, գոհ է, իր պլանը իրագործվում է։ Նա գրեթե շուրթերին նույնիսկ ժպիտ ունի։ Նարեն ու Անիկը թեև արտաքինից հանգիստ են մնում, բայց չեն կարողանում թաքցնել մտահոգությունն ու լարվածությունը։ Նրանց նույնպես պարզ է դառնում, որ վտանգն օդում է կախված։ Ճշմարտությունն ամեն վայրկյան կարող է պայթել, ի ցույց դնելով բոլոր այն հանցանքները, որոնք տարիներ շարունակ թաքցվել էին խղճի տակ։ Սաքոն, հասկանալով, որ իրավիճակը կարող է պայթյունի վերածվել, Անիկին ու Նարեին ուղարկում է տուն, փորձելով հնարավոր բախումները նվազեցնել։ Իսկ այդ ընթացքում Հայկն արդեն քաջիկի հիվանդասենյակում էր։ Քաջիկը թույլ, հոգնած ու կյանքի վերջին շնչով հավաքում է ողջ ուժը։ Նա միանգամից ասում է. Աշոտը երբեք չի փախել Լալայի հետ, չի լքել իր ընտանիքը ու իր երեխաներին։ Հայկի համար սա հսկայական ցնցում է։ Նա, ով տարիներ շարունակ ապրել էր մեղադրելով հորը, հիմա հասկանում է, որ իր հայրը փաստորեն զոհ է դարձել։ Նա դողալով հարցնում է. իսկ ուր է Աշոտը։ Քաջիկը հազիվ է շնչում, նա միայն մի բան է հասցնում ասել. Աշոտին սպանել են։ Եվ հենց այդ բառերից հետո քաջիկի սիրտը դադարում է զարկել։ Նրա շուրթերին մնացած ճշմարտության կեսը հավերժ կորչում է լռության մեջ։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Հայկը քաջիկի հիվանդասենյակից դուրս գալուց հետո։ Գրեք մեկնաբանություն։